Համակարգչի կառուցվածք, դաս 7, Physical Memory, Physical Addressing, Virtual Memory Technologies։ Մեր այսօրվա դասի թեմաներն են ներածություն, ստատիկ և դինամիկ RAM, հիշողության տեխնոլոգիաների քանակային չափանիշ, հիշողության կառավարիչներ, Memory Controllers, սինխրոնիզացված հիշողության տեխնոլոգիաներ, հիշողության տեխնոլոգիաների օրինակ, հիշողության փոխանակման չափս, ֆիզիկական հասցե և բառեր, ֆիզիկական հիշողության գործողություններ, բառի չափս և այլ տվյալների տիպեր, բայթի հավասարեցում և ծրագրավորում, հիշողության չափս և հասցեների տիրույթ, հիշողության չափսի չափման միավոր, ինչպես նաև վիրտուալ հիշողության տեխնոլոգիա, վիրտուալ հիշողության համակարգի օրինակ, վիրտուալ հիշողության մոտիվացում, բազմաթիվ վիրտուալ տարածքներ, դինամիկ վիրտուալ հիշողություն ստեղծելու տեխնոլոգիաները, բազային կապակցված ռեգիստրներ, պաշտպանություն, սեգմենտացում, էջավորման անհրաժեշտություն, էջավորման տեխնոլոգիա, էջերի աղյուսակի պահում, հետևություններ ծրագրավորողների համար և վերջում կկատարենք ամփոփում։ Այս դասի ընթացքում մենք քննարկելու ենք, թե ինչպես է հիմնական հիշողության համակարգը գործում։ Գոյություն ունի երկու RAM տեխնոլոգիաներ՝ SRAM և DRAM։ RAM Random Access Memory, Primary Memory System, Random Access with Write Capability և Volatile։ Static RAM SRAM յուրաքանչյուր բիթը պահվում է փոքր թվային սխեմայում բաղկացած բազմաթիվ տրանզիստորներից։ Փոքր ստատիկ RAM սխեմա է, որը պահում է մեկ տվյալային բիթ։ Երբ գրելու իրավունք կա, սխեման վերագրում է output-ը input-ին։ Երբ գրելու իրավունք չկա, սխեման անտեսում է input-ը և վերադարձնում հին output-ը։ SRAM-ի առավելությունները և թերությունները։ Առավելություններ. այն ունի մեծ արագություն, իսկ թերությունն այն է, որ հոսանքի մեծ ծախս և ջերմազատում է տեղի ունենում, ինչպես նաև տաքացում։ Բազմաթիվ տրանզիստորները ծախսում են ոչ շատ մեծ հոսանք, բայց ընդհանուր առմամբ գեներացնում բավականին ջերմություն։ Դինամիկ RAM DRAM օգտագործում է սխեման լիցքավորումը պահելու հնարավորությամբ։ Երբ արժեքները գրվում են DRAM-ի վրա, սարքավորումը լիցքավորվում է և լիցքաթափվում է կախված արժեքից։ Երբ կարդալու գործողությունը կատարվում է, լիցքավորումը կատարվում է և գեներացվում է համապատասխան արժեքը։ DRAM-ի խնդիրները և լուծումը։ Խնդիրը. կոնդենսատորը կորցնում է լիցքավորումը երբեմն շատ արագ, 1 վայրկյանից քիչ։ Լուծում. կարդալ հիշողության բիթը նախքան լիցքաթափումը և գրել այն ետ։ Օգտագործել թարմեցման սխեմա, որը կատարում է վերոնշյալ գործողությունը։ Մեկ թարմեցման ցիկլ յուրաքանչյուր բիթի համար, ամեն անգամվա համար։ Չնայած թարմեցման սխեմայի, DRAM-ն ավելի էժան է, քան SRAM-ը։ DRAM թարմեցման սխեմա DRAM-ի բիթ։ Արտաքին թարմեցման սխեման պետք է պարբերաբար կարդա արժեքը և գրի այն ետ, այլապես լիցքը կանհետանա և արժեքը կկորի։ Կարդալու և գրելու արագագործություն։ Արագություն նշանակում է, ինչքան արագ հիշողությունը կարող է արձագանքել հարցմանը։ Դիմելու արժեքը կարող է լինել տարբեր թարմեցման արժեքից։ Ինչպես կարդալու, այնպես էլ գրելու արժեքները կարևոր են։ Հիշողության տեխնոլոգիաներում ժամանակը պահանջվող ինֆորմացիան ստանալու համար տարբեր է այն ժամանակից, որը պահանջվում է հիշողության մեջ ինֆորմացիա գրանցելու համար, և այդ տարբերությունը կարող է լինել դրամատիկ։ Հետևաբար, հիշողության արագագործության չափանիշը պետք է նկարագրի երկու արժեք՝ արագագործություն հիշողությունը կարդալու և արագագործությունը հիշողության մեջ գրանցելու համար։ Գործողությունների հաջորդականությունը չափելու համար հաշվարկվում է հիշողության ցիկլի միջին ժամանակը (read cycle time և write cycle time)։ Կարդալու ցիկլի ժամանակը և գրելու ցիկլի ժամանակը օգտագործվում են հիշողության համակարգի արագագործության չափման համար։ Ինչքան արագ է կարող հիշողության համակարգը կատարել հաջորդական հարցումներ։ Clock կառավարիչն ապահովում է կարդալու կամ գրելու գործողության սկիզբը։ Պրոցեսորի և հիշողության քլոքերը տարբեր են։ Վերահսկիչը կարող է պահել հարցումը իր կողմը երկար ժամանակ։ Քլոքի տարբերությունը կարող է անդրադառնալ արագագործության վրա։ Հիշողության համակարգեր սինխրոնացված clock համակարգով։ Սինխրոնացված DRAM և սինխրոնացված SRAM։ Հիշողության տեխնոլոգիաների օրինակներ։ Ահա որոշ հասանելի կոմերցիոն RAM տեխնոլոգիաների օրինակներ։ Հիշողության փոխանակման չափս։ Ճարտարապետների տեսանկյունից զուգահեռ միացումը լավացնում է արագագործությունը։ Ծրագրավորողների տեսանկյունից զուգահեռ միացումը սահմանում է հիշողության չափսը։ Ինֆորմացիայի այն չափաբաժինն է, որը կարդացվում է կամ գրվում է մեկ գործողության ընթացքում։ Ֆիզիկական հասցեավորում և բառեր։ Ենթադրենք, n-ը հավասար է հիշողության փոխանակման չափսին,
օրինակ n bits յուրաքանչյուր բլոկ։ Փոխանակման չափսը այլ կերպ կոչվում է word size կամ word-ի երկարություն։ Յուրաքանչյուր word վերաբերվում է հիշողության ունիկալ ֆիզիկական հասցեին։ Վերոհիշյալ մոտեցումը կոչվում է word addressing։ Հիշողությունը բառերի մասիվ է։ Համակարգչի վրա ֆիզիկական հիշողության հասցեավորումը կազմված է բառերից, որոնք բաղկացած են 32 բիթից։ Վերահսկիչը ապահովում է կարդալ կամ գրել։ Կարդալու ժամանակ պրոցեսորը սահմանում է հասցե, իսկ գրելու ժամանակ պրոցեսորը սահմանում է հասցե և այն տվյալը, որտեղ պետք է գրվի։ Վերահսկիչը ընդունում է կամ տրամադրում է միայն ամբողջական բառ, ոչ թե բառի որևէ հատված։ Ֆիզիկական հիշողությունը կազմակերպված է բառերով, որտեղ բառերի երկարությունը հավասար է հիշողության փոխանակման չափսին։ Յուրաքանչյուր կարդալու կամ գրելու գործողությունը վերաբերում է ամբողջական բառին։ Մեծացնելով բառի չափսը մեծացնում ենք փոխանակման արագությունը և հետևաբար բարձր կատարողականությունը։ Թերությունն այն է, որ ավելի մեծ բառերը մեծացնում են հարդվերի արժեքը։ Այժմ պատասխանենք այն հարցին, թե որն է օպտիմալ բառի չափսը։ Պետք է լինի մեծ այնքան, որ բավարար լինի պահելու թիվ կամ այլ ընդհանուր տվյալային արժեքներ։ Պետք է տեղավորի հաճախ օգտագործվող ինստրաքշններ։ Հարդվերը զբաղեցնում է տարածք և ավելացնում է ծախսը։ Բառի չափսը պետք է լինի կոմպրոմիս արագագործության և գնի միջև։ 32 բիթը ընդունված արժեքն է այժմ։ Պրոցեսորը սահմանափակում է հասցեների չափսը թվերի չափսով։ Եթե ինթեջերի չափսը 32 է, ապա 32 բիթը կներկայացվի 2/32 աստիճան արժեքով։ Մենք կարող ենք ունենալ 2/32 աստիճան ունիկալ հասցե։ Հասցերի տիրույթ նշանակում է բոլոր հնարավոր արժեքների բազմություն։ Ֆիզիկական հասցեն կազմակերպված է m հատ բառերից, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է n բայթ։ Բացառությունները կարող եք դիտել։ Վիրտուալ հիշողության սահմանում։ Այն մի մեխանիզմ է, որը թաքցնում է այն մանրամասները, որոնք ընկած են ֆիզիկական հիշողության մեջ, որպեսզի ապահովի ավելի հարմար հիշողության միջավայր։ Հիշողության դիմելու մեթոդ, որպեսզի հաղթահարվի ֆիզիկական հիշողության սահմանափակումները։ Վիրտուալ հիշողության տեխնոլոգիա։ Հիշողության կառավարման հատված։ Խելացի հիշողության վերահսկիչ, որը ստեղծում է վիրտուալ հասցեի տարածք։ Պրոցեսորը գեներացնում է վիրտուալ հասցեներ։ Նշենք նաև, որ ռեալը հոմանիշ է ֆիզիկականին, այսինքն real memory, physical memory նույնն են։ Վիրտուալ հիշողության համակարգի օրինակ։ Վիրտուալ հիշողության համակարգ, որը բաժանում է հասցեավորման տիրույթը երկու ֆիզիկական հիշողությունների միջև։ MM-ում օգտագործում է հասցեները, որպեսզի որոշի, որ ֆիզիկական հիշողությանը դիմի։ Վիրտուալ հիշողության մոտիվացում։ Հարդվերների միատարր ինտեգրում։ Տարբեր չափսերի, տիպի, բառի չափսի ֆիզիկական հիշողությունները կարող են ինտեգրվել մեկ վիրտուալ տարածքի մեջ։ Ծրագրավորման հարմարավետություն։ Առանց վիրտուալ հասցեների պրոցեսորը պետք է առանձնացնի հասցեները յուրաքանչյուր ֆիզիկական հիշողության համար։ Հիշողությունը դիմելու ծրագրավորումը և փոփոխությունները կլինեն դժվար ծրագրավորողների համար։ Բազմաթիվ վիրտուալ տարածքներ։ Ինչպես խուսափել նույն հիշողության հատվածի օգտագործումից միաժամանակ աշխատող ծրագրերի կողմից։ Օգտագործել վիրտուալ հիշողություն, որպեսզի ստեղծել առանձնացված վիրտուալ տիրույթներ յուրաքանչյուր ծրագրի համար։ Հին մեթոդը՝ բաժանում, մասնատել ֆիզիկական հիշողությունը տարածքների յուրաքանչյուր ծրագրի համար։ Առավելություն՝ չկան կոնֆլիկտ, թերություն՝ ծրագրին հասանելի ընդհանուր տարածքը ֆիզիկական հիշողության միայն մի հատվածն է։ Բազմաթիվ վիրտուալ տարածքներ։ Վիրտուալ հասցեների տիրույթը հասցեավորված է մեկ ֆիզիկական հիշողությանը։ Դինամիկ վիրտուալ հիշողության տեխնոլոգիաներ, բազային կապակցված ռեգիստրներ, սեգմենտացում, էջավորման պահանջարկ։ Base ռեգիստրը կարող է արտապատկերել հասցեները վիրտուալից ֆիզիկականի, սա չի կանխարգելում ծրագրի պատահաբար կամ չարամտորեն հղվելը մեծ հիշողության հատվածների։ Bound ռեգիստրը օգտագործվում է, որպեսզի համոզված լինել, որ ծրագիրը չի գերազանցի հատկացված տարածքը։ MM-ում ստուգում է հիշողության հղումը bound ռեգիստրների արժեքներին և արձագանքում է սխալի մասին, եթե հասցեն շատ մեծ է։ Սեգմենտացում։ Սեգմենտացումը վերաբերում է վիրտուալ հիշողության սխեմային, որի մեջ ծրագրերը բաժանվում են տարբեր չափսերի բլոկների, և հիշողության մեջ պահվում է միայն այն բլոկը, որը այդ պահին պետք է։
որովհետև դա բերում է խնդրի, հայտնի ինչպես հիշողության մասնատման։ Սեգմենտացումը օգտագործվում է հազվադեպ։ Էջավորման անհրաժեշտություն։ Սեգմենտացման այլընտրանք։ Սխեման հետևյալն է. բաժանել ծրագիրը հատվածների, պահել հատվածները արտաքին պահոցի վրա մինչ նրանց անհրաժեշտությունը, բեռնել, երբ անհրաժեշտ են։ Հատվածները ֆիքսված չափսի բլոկներ են, որոնք կոչվում են էջեր։ Էջերի չափսերը լինում են 512 բայթից կամ 1 կիլոբայթից այժմ 4 կիլոբայթ։ Հարդվերը կառավարում է հասցեների արտապատկերմամբ և հայտնաբերում է պակասող էջերը։ Սոֆթվերը տեղափոխում է էջերը արտաքին պահոցի և ֆիզիկական հիշողության մեջ։ Տերմինաբանություն. Edge, page, ծրագրի հասցեների տիրույթի բլոկ, հիշողության միավոր, որը տեղափոխվում է արտաքին պահոցից ֆիզիկական հիշողություն։ Շրջանակ. Frame, բնիկ ֆիզիկական հիշողության, որը կարող է պահել էջը։ Resident, հիշողության մեջ գտնվող էջ։ Էջերի աղյուսակ, page table։ 1D, ցանկ, list, ինդեքսավորված էջերի համարով։ Այդ ցանկի մեջ պահվում են հետևյալ արժեքներ. արժեք, որը դատարկ է, եթե էջը resident չի, համապատասխան ֆրեյմի համար, այն էջերը, որոնք resident են։ Page table-ին դիմում ենք հաճախ, և այդ դիմումից է կախված հիշողության դիմումի արագագործությունը։ Page table-ը նաև կարող է լինել բավականին մեծ։ Այժմ պատասխանենք այն հարցին, թե որտեղ է գտնվում page table-ը։ Հնարավոր տեղերը։ Հատուկ է memory chip պրոցեսորից առանձին, որը շատ արագ է և ապահովում է ապարատային կապ պրոցեսորի և MMU-ի միջև։ Ֆիզիկական հիշողության մեջ SRAM page table-ի համար և DRAM-ը ֆրեյմերի համար։ Page table-ի ենթախումբ TLB կարող է պահվել արագագործ հիշողության մեջ, օրինակ cache-ում։ Ծրագրավորողները կարող են ազդել վիրտուալ հիշողության արագագործության վրա, օրինակ 2D մասիվ, որը պահվում է հիշողությունում։ Կարող է պահվել տողը հիմնական կամ սյունը հիմնական։ Տողի բոլոր էլեմենտները պահվում են շարունակական հիշողության հատվածում։ Ծրագրավորողը գրում է ներդրված ցիկլ i-ի համար, տողի ներդրված ցիկլ j-ի համար և սյունի ներդրված ցիկլ i-ի համար։ Ապահովում է շարունակական հիշողության դիմում հաջորդաբար բոլոր նույն էջի մեջ։ Արդյունք, հակառակ դեպքում տարբեր էջերի դիմում։ Կատարենք նաև ամփոփում։ Ուսումնասիրված են հիշողության կազմակերպման տեխնոլոգիաներն ու ասպեկտները։ Ֆիզիկական հիշողությունը կազմակերպված է բառերով և դիմումը կատարում է հսկիչը։ Վիրտուալ հիշողության համակարգը թաքցնում է ֆիզիկական հիշողության մանրամասները։ Վիրտուալ հիշողությունը հարմար է ծրագրավորողների համար և ապահովում է մուլտիծրագրավորում և պաշտպանություն։ Ծանոթացանք նաև վիրտուալ հիշողության 3 տեխնոլոգիաներին։ Dement paging ամենահայտնի օգտագործումը։ Օգտագործել page table-ը, որպեսզի արտապատկերել վիրտուալ հասցեները ֆիզիկականների։ Page table-ի կարևոր ենթախմբերը պահվում են TLB-ում՝ արագագործ հիշողություն։ Շնորհակալություն։